Իսկ դու գիտես աշխարհի ամենահարուստ ու ամենավտանգավոր մարդը Պաբլո Էսկոբարը ինչ է նվիրել իր աղջկան ծննդյան օրը։ Էսկոբարը աշխատում էր օրական 17 միլիոն դոլար։ Այնքան գումար, որ նույնիսկ չէր կարողանում ծախսել ու այն թաղում էր հողի տակ ու այդ փողի մի մասը ուտում էին առնետները։ Միայն գումարի տրցակների ռեզինների վրա Պաբլո Էսկոբարը ամսական ծախսում էր $5,000։ Եվ ահա օրերից մի օր աշխարհի փողն ունեցող Էսկոբարից աղջիկը խնդրում է մի նվեր, միայեղ ջուր։ Էսկոբարը ապշած էր։ Ինքը չի կարող գնել այդ նվերը, որովհետև այն ուղղակի գոյություն չունի։ Ու ինչ է անում Էսկոբարը։ Որոշում է հորինել, ստեղծել միայեղ ջուր։ Նա հրամայում է առնել ձի եւ այդ ձիու վրա ամրացնել թևեր ու մեկ եղջյուր։ Ձին իհարկե կարճ ժամանակ հետո ուղղակի սատկում է ինֆեկցիայից։ Պաբլո Էսկոբարը Ամերիկայի եւ Կոլումբիայի ամենավտանգավոր նարկոբարոնն է, ով ավելի քան 6500 մարդու կյանք է խլել պաշտոնապես։ Այդ ինչպես դարձավ, որ Էսկոբարը ուղղակի մարդկանց աչքում դարձավ բարի Ռոբին Հուդ, իսկ նրա որդին վերջերս արեց ցնցող հայտարարություն. իր հորը չեն սպանել։ Մահից անմիջապես առաջ Էսկոբարը զանգում է որդուն, նրանք խոսում են 5 րոպե։ Ինչ են խոսում հայր ու որդի եւ ինչու հենց այդ զանգից հետո սպանում են Էսկոբարին։ Երևան Post-ի միջոցով գումար ուղարկելիս վճարում եք ընդամենը 1%։ Ուրեմն, եթե իմ հետևորդն եք, ապա հավաքում եք ձեր ծանրոցը, որը ուղարկում եք Հայաստան, գնում եք Երևան Post, ասում եք իմ անունը եւ ծանրոցը Հայաստան ուղարկելիս վճարում եք 1 փաունդի համար ընդամենը $1.99 եւ ծանրոցը ուղարկում եք իդեպ Հայաստան ինքնաթիռով։ Այս ակցիան գործում է մինչև Mother's Day, մինչև մայիսի 10-ը։ Երևան Post-ով կարող եք ուղարկել Հայաստան կահույք եւ ցանկացած տեսակի մեծ ապրանք, նաեւ մեքենա, սեդանի համար վճարելով $1690, SUV-ի համար $1790։ Եթե ծանրոց ուղարկում եք նավով, ապա վճարում եք 1 ծանրոցի համար եւս 2 ծանրոց ուղարկում եք անվճար։ Հավաքեք ձեր ծանրոցները ու էժանգներով ուղարկեք Հայաստան։ Սա Երևան Post-ի հասցեն է, սա Երևան Post-ի հեռախոսահամարն է եւ սա նրանց Instagram-ի էջն է։ Պաբլո Էսկոբարի անունը գիտեն բազմաթիվ սերունդներ։ Երևի թե եթե խոսում ենք մաֆիայի ու նարկոբարոնների մասին, Ալ Կապոնեի անունից հետո ամենահայտնի անունը հենց Պաբլո Էսկոբարինն է։ Պաբլո Էսկոբարի անունը նաև ակտիվ մտավ փոփ կուլտուրա, իսկ Netflix-ի նկարահանած սերիալից հետո նրա կերպարը առհասարակ դարձավ ամենահայտնիներից մեկը մաֆիոզ ու նարկո աշխարհից։ Պաբլո Էսկոբարը իսկապես ֆենոմեն էր, ու ֆենոմեն էր այն պատճառով, որ հենց փոփ կուլտուրա մտնելու արդյունքում Էսկոբարը, որ իրականում պաշտոնական տվյալներով մոտ 6500 մարդու կյանք էր խլել, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այդ զոհերի թիվը հասնում էր մինչև 100,000-ի, չգիտես ինչպես դարձավ ուղղակի բարի ու ռոմանտիկ Ռոբին Հուդի կերպար, որը գողանում էր հարուստներից եւ տալիս էր աղքատներին։ Էսկոբարը ծնվել է Կոլումբիայում, Մեդելինում, նա 7 երեխաներից մեկն էր։ Ու նա ծնվել է մի ժամանակահատվածում, երբ բավականին լարված էր ներքին քաղաքական իրավիճակը։ Ներքին ազգագրական խմբավորումները անընդհատ պայքարի մեջ էին իշխանության հետ, ու սրա ֆոնի վրա երկիրը ծայրահեղ տնտեսական վիճակի մեջ է հայտնվում։ Կրիզիս, ինֆլյացիա ու աղքատություն։ Այս ամենի ֆոնի վրա էլ հենց Կոլումբիայում սկսում է զարգանալ ստվերային բիզնեսը, իսկ ավելի կոնկրետ նարկո բիզնեսը։ Սա պայմանավորված էր նրանով, որ մարդկանց ավելի ձեռնտու էր մարիխուանա ու կոկային աճացնել, քան լոլիկ ու բադրջան։ Ամերիկան իր հերթին ակտիվ խառնվում էր Կոլումբիայի ներքին քաղաքական կյանքին, իսկ այդ ժամանակվա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը օգտվելով Մոնրոյի դոկտրինայից առհասարակ փորձում էր Լատինական Ամերիկան վերցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության տակ, եւ հնարավորություններ էր ստեղծվում Կոլումբիայի ներքին քաղաքական կյանքին խառնվել ոչ միայն տեսականորեն եւ օրենքի ուժով, այլ նաեւ բռնի ռազմական ուժով։
Հետո գալիս է 20-րդ դարի կեսը, գալիս է սառը պատերազմի շրջանը։ Այս ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներին նորից ձեռնտու էր Կոլումբիան պահել իր ձեռքի տակ, որովհետև սառը պատերազմի իրավիճակում Ամերիկայի քթի տակ, այսպես ասած, արդեն կար կոմունիստական Կուբան ու նրան առհասարակ ձեռնտու չէր, որ Կոլումբիայում եւս ակտիվանան կոմունիստական ուժերը։ Ու Ամերիկան իր հերթին ֆինանսավորում էր տեղական ազգագրական խմբերին, որպեսզի նրանք ճնշեն տեղական կոմունիստական խմբավորումներին։ Այսպիսին էր Ամերիկայի եւ Կոլումբիայի ընդհանուր քաղաքական տնտեսական վիճակը, երբ մեծանում էր Պաբլո Էսկոբարը, ու բոլորովին պատահական չէ, որ բնականաբար այս միջավայրում մեծանալով եւ ապրելով բավական աղքատ ընտանիքում Պաբլո Էսկոբարը չի ընտրում գիտնական դառնալու ճանապարհը եւ ընտրում է հանցավոր ճանապարհը, մանավանդ երբ նրա աչքի առաջ զարգանում էր ստվերային բիզնեսը։ Դեռ վաղ տարիքում Պաբլո Էսկոբարը սկսում է իր ստվերային բիզնեսը եւ գործունեությունը գողանալով գերեզմանակարերը եւ դրանք թանկ վերավաճառելով։ Հետո արդեն գերեզմանակարերի բիզնեսը Պաբլոն փոխարինում է գողացած ավտոմեքենաների վերավաճառքի բիզնեսով։ Եվ 23 տարեկանում Էսկոբարը անում է իր առաջին խոշոր հանցագործությունը։ Նա ուղղակի բոլորի աչքի առաջ գողանում է տեղական հարուստ բիզնեսմեն, գործարար Դիեգո Էչիվարիին ու ոչ միայն գողանում է, այլ նաև դաժանաբար նրա կյանքին վերջ է տալիս։ Ու հետաքրքիրն է, որ չնայած ոստիկանությունը այդպես էլ հստակ ապացույցներ չի գտնում Էսկոբարին Դիեգո Էչիվարիի գործին կապելու համար եւ նրան մեղադրանք չի առաջադրվում, Էսկոբարը հրապարակային սկսում է խոսել այն մասին, որ ինքը կապ ունի այդ ամենի հետ եւ Էչիվարին իրականում իր ձեռքով է գնացել հանդերձյալ աշխարհ։ Ինչու էր նա դա անում։ Էսկոբարը հստակ հասկանում էր, որ փողոցի մարդիկ, աղքատները իրեն դրանից հետո սկսելու են պաշտել, մեծարել եւ իսկապես այդպես է լինում է, որովհետեւ Կոլումբիայում այնպիսի իրավիճակ էր, երբ աղքատները պարզապես ատում էին հարուստներին ու ցանկացած մարդ, ով վերջ էր դնում հարուստի կյանքին, գործունեությանը, դառնում էր փողոցների արքան։ Ու հենց դա է լինում այն առաջին կետը, երբ Պաբլո Էսկոբարը հասկանում է գլխավորը։ Նա զգում է անպատիժ լինելու, բայց միևնույն ժամանակ փողոցի կողմից սիրվելու համը։ 70-ական թվականներին Ամերիկայում կամաց հասարակության շրջանում սկսում է պոպուլյար դառնալ թմրանյութի նոր տեսակը՝ կոկաինը։ Մինչ այդ հասարակության ավելի լայն մասաների շրջանում պոպուլյարը մարիխուանան էր, իսկ հիմա ասպարեզ է դուրս գալիս կոկաինը։ Բայց քանի որ այն թանկարժեք հաճույք էր, այն սկզբնական էտապում համարվում էր հասանելի միայն էլիտար մասաների համար։ Ոստիկանությունը որպես այդպիսին կոկաինի բիզնեսի վրա ուշադրություն չէր դարձնում, որովհետև նրա ուշադրության էպիկենտրոնում մարիխուանայի բիզնեսն էր, բայց կոկաինի պահանջարկը դրան զուգահեռ գնալով աճում էր։ Այդ տարիներին Պաբլո Էսկոբարը արդեն զբաղվում էր մաքսանենգությամբ, պարզապես ոչ թե թմրանյութի, այլ սուրճի եւ ծխախոտի։ Բայց նա նկատում է, որ Ամերիկան, իսկ ավելի կոնկրետ Կալիֆոռնիան, Ֆլորիդան եւ Նյու Յորկը հիասքանչ տեղ է, որտեղ հնարավոր է թանկ գնով մասշտաբային վաճառել կոկաին ու դրա վրա ոսկի դիսել։ Ու հենց այդ ժամանակ նա հասկանում է, որ հենց այս նոր տեսակի թմրանյութն էր նրա ոսկու հանքը, այն, ինչի վրա ինքը բարձրանալու է նոր լեվելի վրա։ Ինչ սխեմայով էր կատարվում առհասարակ կոկաինի մուտքը այդ տարիներին դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամեն ինչ տեղի էր ունենում հետևյալ ձևով։ Կոկաինի տերևները Պերուից տեղափոխում էին դեպի Կոլումբիա, որովհետև Կոլումբիայում այդ ժամանակ կոկաինի տերևներ չէին աճեցնում։ Այնտեղ տերևները վերամշակվում էին եւ արդեն դրանից հետո տեղափոխվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Էսկոբարը սկզբում հողը շոշափելու համար մտնում է հենց այս շղթայի մեջ եւ դառնում է այսպես ասած միջնորդ, ով որ միջնորդ էր կոկայինի տերևները Պերուից Կոլումբիա տանելու, Կոլումբիայում դրանք վերամշակելու, իսկ հետո արդեն Կոլումբիայից դեպի Ամերիկա տեղափոխելու համար։ Բայց Էսկոբարը վիզիոներ էր, նա տեսնում էր ապագան եւ հիասքանչ բիզնես մտածելակերպ ուներ։ Ու նա հասկանում է, որ շատ ավելի եկամտաբեր կլինի, եթե ծախս տեսնել ու պարզապես ամբողջ շղթան վերցնել քո ձեռքը։ Ու հենց այդ ժամանակ Էսկոբարը դառնում է հենց այն մարդը, ով սկսում է ղեկավարել հենց ամբողջական շղթան։ Նա եւ աճեցնում էր տերևները, եւ հավաքում էր դրանք, եւ դրանք վերամշակում էր, եւ դրանք տեղափոխում էր սովորական մեծ ոչկաների մեջ։ Բայց Էսկոբարի ֆենոմենը բիզնես լինում է բոլորովին այլ տեղում։ Ոչ թե ամբողջ շղթան ղեկավարելու, այլ կոկայինը Ամերիկա նոր ճանապարհով մտցնելու մեջ։ Մինչ այս Ամերիկա կոկայինը մաքուր փոշու տեսքով մտնում էր շատ փոքր քանակով։ Հիմնականում այն մտցնում էին 1-2 փոքրիկ քեյսի միջոցով կամ էլ ինչ-որ պահպանակների մեջ լցնելով եւ կենդանիների ստամոքսները որպես փոխադրման ճանապարհ օգտագործելով։ Էսկոբարը այս ամենը կատարելագործում է։ Նա սկսում է կոկայինի փոշին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մտցնել օդով եւ նավով։ Ինչպես էր աշխատում Էսկոբարի սխեման։ Նա վարձում էր անձնական ինքնաթիռ եւ Կոլումբիայում ինքնաթիռը լցնում էր կոկայինով։ Այնուհետև Կոլումբիայից անձնական ինքնաթիռը թռիչք էր կատարում դեպի Կարիբյան կղզիներ։ Կարիբյան կղզիներից նոր այն ուղևորվում էր դեպի Ֆլորիդա, իսկ ավելի կոնկրետ Մայամի։ Այս ճանապարհին օդաչուները գտել էին հստակ տարբերակ, ինչպես խուսափել Ամերիկայի ռադարներից, եւ հետեւաբար Ամերիկայի ռադարները չէին էլ նկատում կոկայինով լեփ-լեցուն լցված Էսկոբարի ինքնաթիռները։ Ինքնաթիռները Մայամիի տարածք հասնելով վայրեջք էին կատարում շոսեների վրա կամ պարզապես տեղական ազգագրական պարկի գրունտային ճանապարհի վրա։ Իսկ հետագայում, երբ ոստիկանությունը նկատում է սա եւ բառի բուն իմաստով փակում է օդերը Էսկոբարի ինքնաթիռների վայրեջքի համար, Էսկոբարը գնում է սեփական կղզի, որի վրա վայրեջք էին կատարում ինքնաթիռները։ Էսկոբարը գտնում է կոկայինը օդով Ամերիկա բերելու ֆենոմենալ եւս մի ճանապարհ։ Նա գտնում է հեղուկ կոկային ներմուծելու եղանակը։ Ջինսերը, իսկ ավելի կոնկրետ ջինսե տաբատները թռչում էին կոկայինի հեղուկի մեջ։ Հետո արդեն Ամերիկայի տարածքում հատուկ սիստեմայի եւ հեղուկների միջոցով այդ նույն կոկայինը ջինսերի վրայից հավաքվում էր, չորացվում էր եւ վերածվում էր թանկարժեք փոշու։ Ֆենոմենալ սխեմա էր պարզապես։ Բայց ամենաշշմեցնողը Էսկոբարի սխեման էր կապված օդաչուների եւ բառի բուն իմաստով կոկայինը ինքնաթիռների վրայից օվկիանոսը նետելու հետ։ Ինչպես էր այս սխեման աշխատում։ Նա վարձում էր անձնական ինքնաթիռ եւ վարձում էր օդաչու։ Այդ ինքնաթիռը լցնում էր կոկայինով եւ համապատասխան վայրում հայտնվելուց այն պարկերով պարզապես նետում էին օվկիանոսի մեջ, իսկ օդաչուն անմիջապես պարաշուտի միջոցով վայրեջք էր կատարում ջրի վրա։ Սրա համար Էսկոբարը ծախսում էր հսկայական գումար, որpիսի դուք մոտավորապես պատկերացնեք, թե ինչ գումարի մասին էր խոսքը, տարիներ առաջ հարցազրույց է տվել Էսկոբարի օդաչուներից մեկը ու խոստովանել է, որ ընդամենը 4 ժամանոց թռիչքի համար, որի ընթացքում նա պետք է Կոլումբիայից տեղափոխեր կոկայինը դեպի Մայամի, նրան վճարել են ուշադրություն $2.5 միլիոն։ Դուք պատկերացնում եք հետագայում Էսկոբարը այդ բերած կոկայինից ինչքան գումար էր աշխատում, որ միայն 4 ժամվա թռիչքի համար նա պատրաստ էր օդաչուին վճարել $2.5 միլիոն, միայն թե այդ փոշին հայտնվեր Ամերիկայի տարածքում։ Ուղղակի անհավանական է։
Բայց Էսկոբարի բիզնեսը մեծանում էր եւ որքան էլ նա գտներ հնարամիտ ճանապարհներ եւ որքան էլ նա ունենար գումար եւ հեղինակություն, միևնույն է մենակով ղեկավարել այս հսկայական շղթան դառնում էր անհնարին։ Եվ հենց այդ ժամանակ տեղի ունենում պատմական իրադարձություն։ Գալիս է 1977 թվականը։ Սպասվում էր կոկայինի իսկական բում ոչ միայն Կոլումբիայում, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ու ինչ է տեղի ունենում։ Պատմական իրադարձություն։ Այս ժամանակների Կոլումբիայի գլխավոր նարկոգործով զբաղվող մարդիկ, իսկ ավելի բառացի ասած նարկոբարոնները, որոշում են հանդիպել կլոր սեղանի շուրջ եւ ընդունվում է մի կարևոր որոշում՝ կազմել կարտել։ Եվ այս կարտելը լինում է Մեդելինի կարտելը։ Ինչի համար էր սա կարևոր։ Նարկոբարոնները հասկանում էին հստակ մի բան. շատ ավելի էժան է եւ եկաբտաբեր է միավորվելը, քան կռիվ տալը իրար դեմ ու պայքարելը։ Երբ որ կային դաշտում տարբեր խաղացողներ, մեկը մյուսի գործը կամ պատվիրատուին գողանալու համար ստիպված իջեցնում էր ապրանքի գինը, եւ այդպես մրցակցային դաշտում հայտնվում էին մարդիկ, ովքեր ապրանքը միշտ ավելի էժանով էին վաճառում։ Իսկ կարտելի գոյության դեպքում դաշտում լինում են իրենք ու հետևաբար սահմանում են հենց այն գինը, որը եկամտաբեր էր իրենց։ Հետևաբար խաղի կանոնները թելադրում էին իրենք։ Գնորդը հասկանալով, որ ինքը միևնույն է ելք չունի, տալիս էր այնքան, ինչքան իրենցից պահանջում էին։ Օրինակի համար, մինչև Մեդելինի կարտելի ստեղծումը նարկոբարոնները առանձին կոկայինի 1 գրամը կարողանում էին վաճառել Կոլումբիայի փողոցներում մոտավորապես 5-ից 10 դոլարով։ Մեդելինի կարտելի ստեղծումից հետո, որպեսզի հասկանալի լինի, 1 գրամ կոկայինը նրանք կարողանում էին վաճառել 700 դոլարով։ Դուք պատկերացնում եք գումարային ահռելի տարբերությունը։ Ինչպես էր կազմված Մեդելինի կարտելը։ Այստեղ կար Օչոա եղբայրները։ Նրանք ժամանակին Կոլումբիայում ակտիվ զբաղվում էին մարիխուանայի արտադրությամբ եւ վաճառքով, բայց բնականաբար պահանջարկին զուգահեռ փոխում են իրենց գործունեության ասպարեզը, այսպես ասած։ Օչոա եղբայրները նման չէին դաժան նարկոբարոնների։ Նրանք ավելի շատ դիպլոմատ էին ու հենց դրա պատճառով էլ Մեդելինի կարտելում նրանք ավելի շատ լոգիստիկայի պատասխանատուն էին։ Գոնսալո Ռոդրիգես Գաչան պատասխանատու էր ուժային կառույցների համար։ Այնտեղ, որտեղ ճանապարհից պետք էր վերացնել հերթական ոստիկանին, դատավորին կամ մրցակցին, բեմ էր դուրս գալիս հենց նա։ Նա նույնիսկ ուներ իր սեփական բանակը, որին մարզում էին իսրայելցի ու բրիտանացի ռազմական գործի վարպետները, որպեսզի հասկանաք ամեն ինչի լրջության աստիճանը։ Եվ իհարկե կային, այսպես ասած, սիկարիոները։ Դրանք վարձու կիլերներն էին, ովքեր որ գործի էին անցնում, երբ պետք էր ճանապարհից որևէ մեկին հեռացնել եւ բանակը, այսպես ասած, բավարար չէր դրա համար։ Բայց որպեսզի դուք ավելի հստակ հասկանաք, սիկարիոները դրանք առանձնապես ռազմական գործի գիտակներ չէին, դրանք ուղղակի թինեյջեր տղաներ էին, որոնց ուղեղը լվացել էին այն փաստով, որ նրանք այդպես դեմ են դուրս գալիս սիստեմային եւ իշխանություններին ու օգնում են աղքատ մարդկանց։ Ու սիկարիոները ուղղակի մոտոցիկլի վրա ճանապարհին կարողանում էին թիրախավորել ոստիկանի, դատավորի, պարզապես մրցակցի եւ նրանց վերացնել ճանապարհից։ Իդեպ մի հետաքրքիր փաստ կա, որ մինչև այսօր հենց այդ պատճառով Կոլումբիայում արգելված է երկուսով մոտոցիկլ վարել, որովհետև սիկարիոները աշխատում էին հենց դուետով, որպեսզի ամեն ինչ լիներ արագ, մեկը վարում էր մոտոցիկլը, իսկ մյուսը հաշվեհարդարն էր տեսնում։ Ընդ որում կար հստակ գնացուցակ։ Ոստիկանի վերացնելու համար սիկարիոներից յուրաքանչյուրը ստանում էր $100, քաղաքական գործիչ վերացնելու համար գումարը $1000 էր, նարկո բաժնի ագենտ, գործակալ, դետեկտիվ վերացնելու համար գինը $5000 էր, իսկ արդեն հատուկ ինչ-որ դատավոր վերացնելու համար գինը պայմանական էր եւ խոսվում էր հենց տեղում։ Հիմա դուք հասկանում եք, որ
Պաբլո Էսկոբարը պատրաստ էր 2.5 միլիոն վճարել օդաչուի, որը պարզապես 4 ժամ թռչելու էր եւ կոկաինը տեղափոխելու էր Կոլումբիայից Ամերիկա եւ պատրաստ էր $100 վճարել թինեյջերի, որը սպանելու էր ոստիկանին։ Հասկանալի էր ոստիկանի կյանքի գինը այդ տարիներին։ Էսկոբարը աստղաբաշխական հարուստ էր արդեն այդ պահի դրությամբ։ Ու հիմա ես կասեմ շոկային փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչքան փող ուներ Էսկոբարը։ Չթերթեք, լավ ինֆո եմ ձեզ տալիս։ Ունեք կնունկ, ծնունդ, հարսանիք, ռոմանտիկ հանդիպում կամ ուղղակի աղջիկներով եք ուզում հավաքվել ու փնտրում եք լավ ռեստորան կամ լաունջ, որ եւ տեղը լավը լինի, եւ սնունդը համեղ լինի, եւ երաժշտությունը լավը լինի, Գլենդելի կենտրոնում լավ տարբերակ եմ ձեզ համար գտել։ Գլենդելում ռեստորանները շատ են, բայց վերանդան 1000 տարվա պատմություն ունի եւ մինչեւ այսօր էլ մնում է լավագույն ռեստորաններից մեկը։ Ինչու, որովհետեւ նախ եւ առաջ ունի թե ռեստորանի եւ թե լաունջի հատված, նայած ձեր երեկոն ինչ մուդի մեջ եք ուզում անցկացնել։ Երկրորդ, շատ համեղ խոհանոց է միանշանակ։ Handcraft կոկտեյլներ են եւ լավ համեղ հուկա։ Ու իհարկե լայվ երաժշտություն է, արտասահմանյան հիթեր, հայկական երաժշտություն ու իհարկե նոստալգիկ հիթեր 90-ականներից։ Վերանդան ռեստորան է, որտեղ կարող եք լավ ժամանակ անցկացնել, համեղ ուտել, բայց միևնույն ժամանակ մակարդակով, այսպես ասած, մուդի մեջ անցկացնել ձեր ժամանակը։ Plus top location ու կողքին մեծ պարկինգ։ Իդեպ լաունջի հատվածում այստեղ ամեն 5 շաբթի հատուկ երեկո է Երևան Nights, կարող եք գալ ու լսել մեր հին ու բարի սիրված երևանյան երգերը։ Այնպես որ հաջորդ անգամ եթե փնտրեք ռեստորան կամ լաունջ, կարող եք գալ վերանդա մի անգամից, որը 1000 տարվա պատմություն ունի ու վաղուց արդեն Գլենդելի այցեքարտերից մեկն է դարձել։ Ամերիկայում սկսվել է թաքսերի սեզոնը, բոլորը հաշվում են իրենց անձնական ու բիզնես թաքսերը եւ ունեն լիքը հարցեր, որոնք ուզում են տալ մասնագետին եւ լսել ճիշտ օգտակար խորհուրդ։ Ես ձեր փոխարեն դա արել եմ բոլորին հետաքրքրող համար առաջին հարցը. ինչքան գումարի ռիֆանդ ենք ստանալու։ Ռիֆանդ ստանում են այն ընտանիքները, որոնք հիմնականում ստանում են այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ։ Ռիֆանդը ձևավորվում է երեխաների համար նախատեսված child tax credit-ի եւ նաեւ այլ կրեդիտների շնորհիվ։ Ինչպես նաև ռիֆանդ ստանում են այն մարդիկ, որ աշխատել են W2-ով, այսինքն գրանցված աշխատողներ են եղել եւ տարվա ընթացքում իրենց paycheck-երից պահվել է բավականաչ չափ թաքսեր եւ երբ որ տարին վերջանում է, արդեն վերահաշվարկ է կատարվում, տեսնում են, եթե ավել է վճարվել նախատեսվածից, տարբերությունը հետ է վերադարձվում։ Եվ երկրորդ ամենատարածված հարցը, իհարկե, ինչը կարող ենք ներկայացնել որպես բիզնես ծախս, օրինակ հարցնում են ուտելիքի համար կամ սննդի հագուստի հետ կապված ծախսերը կարող ենք բիզնեսից նվազեցնել, թե ոչ։ Կարող եք, եթե բիզնես լանչի հետ կապված է եղել տվյալ ծախսերը կամ հագուստը բիզնեսի համար է օգտագործում հատուկ յունիֆորմա է նախատեսված, այդ դեպքում այդ ծախսը կարող է բիզնեսի համար նախատեսվել։ Կամ եթե մեքենա եք վարում եւ այդ մեքենան բիզնեսի համար է նախատեսված, ապա այդ ծախսերը կարող եք բիզնեսից նվազեցնել։ Լսել եմ նաև, որ հիմա շատ խստացվել է բիզնես լայսենսներ ունենալու հարցը, արդյոք դա ճիշտ ինֆո է։ Այո, դա ճիշտ ինֆո է։ Պետք է անպայման բիզնես լայսենս ձեռք բերեն եւ հակառակ դեպքում կարան տուգանքներ ստանալ դրա համար։ Դա վերաբերվում է բոլոր բիզնեսների տեսակներին, լինի դա corporation, LLC, DBA, անհատերներից, նույնիսկ այն մարդիկ, ում բիզնեսները գրանցված են իրենց տան հասցեներով, կարող են ստանալ այդ նամակները եւ տուգանքները։ Օրդորում ենք շուտ դիմել ստանալ եւ այդ հարցում, եթե դժվարանան մարդիկ, մենք կարող ենք նույնպես օգտակար լինել իրենց։ Եթե թաքսերի հետ կապված էլի հարցեր ունեք, հիշեք Y&N Document Assist-ի անունը, Instagram-ի էջն էլ թողնում եմ այստեղ, նաեւ նրանց մոտ կարող եք գտնել մի շարք այլ ծառայություններ, որոնք ամեն օր ձեզ այստեղ պետք են գալիս։ Ասում են, որ ըստ հաշվարկների Էսկոբարը օրական վաստակում էր $17 միլիոն։ Դուք հասկանում եք ինչ գումարի մասին է խոսքը եւ մի րոպե ուշադրություն։ Դա ժամանակակից միլիոնատերերի պատմությունը չէ, երբ նրանց գումարի մեծ մասը անշարժ գույքի, բիզնեսների կամ ստոկերի մեջ են դրված։ Խոսքը գնում է քեշ գումարի մասին, կանխիկ, թղթի մասին ու պատմում են, որ բնականաբար այդ ահռելի քանակի գումարը ունենալով ու ուղղակի հնարավոր չլինելով դա ծախսել, գումարը թաղում էին հողի տակ ու դրա մի մասը մոտավորապես 10% ուտում էին առնետները։
ու նույնիսկ ասում են, որ մինչև հիմա էլ երբ Կոլումբիայում անձրևներ են գալիս եւ հողը նստում է, կարելի է ինչ-որ միտեղ գտնել Էսկոբարի պահած փողերից։ Ասում են նաև, որ Էսկոբարի գումարը այնքան շատ էր, որ նույնիսկ այդ գումարի տրցակները կազմելու ռեզիններ գնելու վրա ամսական Էսկոբարը ծախսում էր $5,000։ Էսկոբարը ուներ անձնական հասարակած տունը եւ նույնիսկ կենթանաբանական այգին էկզոտիկ կենթանիներով ու մի կիսա հումորային եւ երևի թե կիսա լացելու փաստ եւս։ Այն ժամանակ, երբ Էսկոբարին բռնում են ու բնականաբար նրա հասարակած տունը փակում են, կենթանաբանական այգին փակում են, ցրում են կենթանիներին, գետաձիերը, որոնք որ տեղակայվում են մոտակա ջրամբարներում, սկսում են շատ ակտիվ բազմանալ։ Պարզվում է, որ տեղական կլիման շատ բարենպաստ է լինում նրանց զարգացման եւ բազմացման համար ու գալիս է մի ժամանակ, երբ նույնիսկ նրանք այնքան են բազմանում, որ սկսում են վտանգ ներկայացնել տեղական էկո համակարգի համար։ Հետաքրքիր է նաև Էսկոբարի անձնական կյանքը։ Դժվար է պատկերացնել, որ նման գումար եւ նման հնարավորություններ ունեցող մարդը իր կյանքում ամուսնացած է եղել ընդամենը մեկ անգամ եւ մինչեւ կյանքի վերջն էլ ապրել է մեկ կնոջ հետ։ Էսկոբարը ամուսնացել է, երբ եղել է 26 տարեկան, իսկ նրա կինը եղել է 15 տարեկան Մարիան։ Նրանք սկսել են հանդիպել այն ժամանակ, երբ աղջիկը եղել է 12 տարեկան, իսկ Էսկոբարը եղել է հետևաբար 23 տարեկան։ Նրանք ունենում են 2 երեխա՝ տղա եւ աղջիկ։ Ու տղան նույնիսկ հետագայում իր մեմուարներում հիշում է, որ օրերից մի օր, երբ իրենց հերթական փախուստի մեջ էին գտնվում, հայտնվում են մի նկուղային տարածքում, որտեղ շատ ցուրտ է լինում եւ Էսկոբարը մեկ գիշերվա ընթացքում այրում է $2 միլիոն թղթադրամ, միայն որպեսզի աղջիկը եւ տղան չսարչեն ու տաքանալու հնարավորություն ունենան։ Էսկոբարը իսկապես իր գործի եւ իր աշխատած գումարի պիկին էր գտնվում ու թվում էր, թե դրանից այն կողմ նրան պարզապես ոչինչ պետք չէ, որովհետեւ Կոլումբիայի եւ Ամերիկայի նարկոտրաֆիկի 80%-ը գտնվում էր Մեդելինյան կարտելի ձեռքում։ Բայց արի ու տես, որ հենց այդ ժամանակ Էսկոբարի ուղեղում մի միտք է ծագում, որից հետո էլ Էսկոբարը բառի բուն իմաստով ուղղակի կապանքներից փախչում է, ուղղակի խելահեղ պատմություններ են սկսվում։ Էսկոբարի մասին ժողովրդի մեջ սկսում են խոսել շատ դրական մարդիկ ու հատկապես փողոցների մարդիկ, հատկապես աղքատները Էսկոբարին շատ էին սիրում, որովհետև նրանց համար կարծես հարևանի տղան լիներ, որը ուղղակի հասել էր հաջողության։ Ու դա պատահական չէ, որովհետև Էսկոբարը գումարներ է, այսպես ասած, լվանալու համար ոչ միայն բազմաթիվ բիզնեսներ էր բացում, այլ նաև շատ բարեգործություն էր անում։ Կառուցում էր դպրոցներ, խաղահրապարակներ, կառուցում էր հիվանդանոցներ եւ իրականում այդ ամեն ինչի ֆոնին մարդիկ չէին էլ խորանում, թե այդ գումարները որտեղից են գալիս։ Եվ հանկարծ օրերից մի օր այնպես է ստացվում, որ Էսկոբարը, որը նարկոբարոն էր եւ այսպես ասած շարքային հանցագործ պետք է նայվեր մարդկանց համար, դառնում է իսկական ժամանակի Ռոբին Հուդը, որը գողանում էր գուցե, բայց գողանում էր հարուստներից եւ տալիս էր ու բաժանում էր աղքատներին։ Ու այդպես շատ կարճ ժամանակում մարդը, որը բավական արյունոտ ձեռքեր ուներ ու շատերն էին նրա ձեռքերի վրա, այնուամենայնիվ դառնում է մի բարեգործ հարևանի տղան հաջողության հասած։ Ու այս ամենին սկսում է հավատալ նաև հենց ինքը Էսկոբարը ու մտածում է, որ ժամանակն է մտնել քաղաքականություն։ Քաղաքական իր ամբողջ քարոզարշավի ժամանակ Էսկոբարը գլոբալ առումով պոպուլիստությամբ էր զբաղված, այսինքն ոչ մի էական եւ ոչ մի կոնցեպտուալ գաղափարի մասին չէր խոսում, համենայն դեպս դա են փաստում ժամանակի քաղաքական գործի գիտակները։ Նա ոչ մի հստակ քաղաքական ուղղվածություն չուներ եւ որևէ հստակ քաղաքական ծրագիր չէր բերում, բայց Էսկոբարը իր քարոզչության ժամանակ ռոպագանդում էր մի կարևոր բան։ Նա պայքարում էր, որպեսզի Կոլումբիան խզի իր համաձայնագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էքստրադիցիայի մասին։
Ինչու՞։ Որովհետև Էսկոբարը եւ առհասարակ Մեդելինյան կարտելի ներկայացուցիչները Կոլումբիայի բանտերից չէին վախենում։ Նրանք հասկանում էին, որ անգամ օրերից մի օր բռնվելու պարագայում եթե հայտնվեն Կոլումբիայի բանտերում, ապա ամեն ինչ ինչպես է այնտեղ կազմված եւ ինչպես են գործերը այնտեղ ընթանում, իրենք շատ լավ են հասկանում, ամեն ինչ կորոշի փողը եւ իշխանությունը։ Բայց այ Ամերիկայի ձեռքը ընկնելուց եւ ամերիկյան բանտում հայտնվելուց Էսկոբարը եւ Մեդելինյան կարտելի ներկայացուցիչները վախենում էին, ու դա էր պատճառը, որ ըստ էության Էսկոբարը փորձելով մտնել քաղաքական դաշտ, ուզում էր վերացնել հենց դա եւ ուզում էր ապահովագրել իրեն ու իր աջակիցներին, որպիսի Մեդելինյան կարտելից եւ ոչ մեկ արդյունքում չհայտնվի ամերիկյան բանտում։ Իրականում այս քարոզարշավը ավարտվում է հաջողությամբ եւ Էսկոբարը հայտնվում է Կոլումբիայի կոնգրեսում։ Բայց հենց այս ժամանակ Էսկոբարը բախվում է հայտնիության հակառակ կողմի հետ, որովհետեւ եթե Մեդելինում Էսկոբարին բոլորը սիրում էին եւ հաճույքով էին ընդունում ու նայում էին բոլորը նրա ձեռքին բերանները բաց, ապա Կոլումբիայի կոնգրեսում հայտնվելով արդեն որպես կոնգրեսի ներկայացուցիչ Էսկոբարը բախվում է նաև հանրային դժգոհությանը, իսկ պոպուլարության եւ հանրային ընդունելության այսպիսի դրսևորմանը Էսկոբարը պատրաստ չէր։ Ամեն ինչ վերջնական սրվում է այն ժամանակ, երբ կոնգրեսում հերթական լսումների ժամանակ Արդարադատության նախարարը հանդես է գալիս զեկույցով եւ հրապարակային մեղադրում է Էսկոբարին, որ նրա ամբողջ քարոզարշավի վրա ծախսված գումարը կեղտոտ գումար է, որը մաքսանենգությունների եւ նարկո բիզնեսի արդյունքում է վաստակվել։ Սրա հետևանքով Էսկոբարին ոչ միայն հեռացնում են կոնգրեսից, այլ նաև չեղարկում են նրա Ամերիկայի վիզան։ Էսկոբարին սա ուղղակի խենթացնում է։ Նա բարի բուն իմաստով կարծես թե փախնում է պարանից եւ կորցնում է իր վերահսկողությունը։ Առաջինը Էսկոբարի թիրախում հայտնվում է հենց Արդարադատության նախարարը, որ հնչեցրել էր հայտնի զեկույցը։ Նրա վերջը ուղղակի տալիս են պատահական տաքսու մեջ ճանապարհին տուն գնալիս։ Իսկ դրանից հետո հերթը հասնում է արդեն մասսայական հանցագործությունների։ Մեդելինյան կարտելը իր անունը փոխում է եւ դարձնում է Los Extraditables, այսինքն էքստրադիցիային ենթականեր, հավանաբար, եթե սխալ եմ թարգմանում, գրեք կոմենտներում։ Ու հենց այդ ժամանակ նրան ձեռքի տակ էին ընկնում բոլորը՝ ոստիկաններ, դատավորներ, օրենքի մարդիկ, բոլորը, ովքեր երբևէ կանգնել էին կամ կփորձեին կանգնել Մեդելինյան կարտելի ճանապարհին։ Այս ամենը հասնում է այն աստիճանի, որ իշխանությունը պաշտոնական հրաման է տալիս ձերբակալել Էսկոբարին եւ ավելին համաձայնագիր է սկսում մշակվել Մեդելինյան կարտելի ներկայացուցիչներին եւ մասնավորապես Էսկոբարին Ամերիկային հանձնելու ուղղությամբ։ Ինչ էր անում Ամերիկան։ Ամերիկան սկզբում Էսկոբարին լուրջ չէր ընդունում եւ թիրախում չէր պահում, որովհետեւ նրա ուշադրության կենտրոնում բոլորովին այլ երևույթներ էին, իսկ Էսկոբարը ազատ մուտք ու ելք էր անում Ամերիկա։ Նա գալիս էր, միլիոններ էր ծախսում Վեգասում, երեխաների հետ այցելում էր Դիսնեյլենդ ու նույնիսկ նկարվում էր Սպիտակ տան ֆոնին։ Աշխարհի եւ Ամերիկայի համար մեկ վտանգավոր մարդը հանգիստ նկարվում էր Սպիտակ տան առաջ։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Ամերիկայում մահանում է երիտասարդ եւ շատ խոստումնալից բասկետբոլիստ Լեն Բիասը։ Էսթետիկ պրոցեդուրաները թանկ հաճույք են, իսկ մեր ունեցած բյուջեները սահմանափակ են։ Հետևաբար մենք պետք է իմանանք, որոնք են այն թոփ պրոցեդուրաները, որոնք իսկապես պետք է անել եւ ինչի վրա իսկապես արժի ծախսել մեր ունեցած գումարը։ Ես այդ հարցի պատասխանը ձեզ համար ու ձեր փոխարեն ճշտել եմ Զառա Հարությունյանից եւ դրա համար եկել եմ Բրբանկում գտնվող նրա Zavant Aesthetics
medical spa։ Եթե մարդ բյուջետի վրա է, բայց ուզում է իր մաշկի խնամքը պահի բարձր մակարդակի վրա, ես կառաջարկեի microneedling PRP։ Դեպի 30 տարիքում մենք սկսում ենք մեր կոլագենը կորցնել։ Microneedling PRP-ն օգնում է մեզ այդ կոլագեն արտադրությունը neocollagenesis process-ը ոնց որ աշխուժ պահել։ Եվ վերջապես ինձ թվում է մի պրոցեդուրա, որ շատերին կհետաքրքրի, աչքերի rejuvenation-ի մարդ կա, մեյքափը քսելուց ասում եմ մանր կնճիռներա դուրս չի գալի։ Այդ ամենատարածված ինձ թվում է, այո։ Մարդ կա ասում է սևություն ունեմ, եւ վերջապես մարդը կա ասում է հոգնած տեսք ունեմ։ Շատ լավ ոնց որ combination treatment ունենք։ Կարող եք գալ Բրբանկում գտնվող հենց Zavat Aesthetics-ի medical spa, կարող եք անցնել մանրամասն կոնսուլտացիա եւ մասնագետները skin care-ից սկսած մինչեւ պրոցեդուրաներ, որոնք որ ձեզ պետք են, ամեն ինչ ձեզ մանրամասն կպատմեն։ Նա լինում է երիտասարդ շատ խոստումնալից մարզիկ, որը պարզապես օրերից մի օր հերթական մարզումից հետո տուն վերադառնալով հեռանում է կյանքից ու դրա պատճառը լինում է կոկաինի օգտագործումը։ Հենց դրանից հետո կարծես թե այս իրադարձությունը տրիգեր է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն բարձր կառավարական մակարդակի վրա պատերազմ հայտարարի նարկոտրաֆիկին եւ կոկաինին ու մասնավորապես Պաբլո Էսկոբարին։ Էսկոբարի համար կյանքը նաեւ սրվում է այն բանի պատճառով, որ այս ժամանակահատվածում սկսում են առաջին դեր բարձրանալ կալի կարտելի ներկայացուցիչները։ Եվ եթե ժամանակին Մեդելինյան կարտելը վերցրել էր իր ձեռքը դաշտի համարյա 80%, ապա հիմա կալի կարտելը կամաց-կամաց գրավում էր նրանց տեղը։ Եվ ահա օրերից մի օր կալի կարտելը հենց Էսկոբարի տան պատուհանի տակ 800 գրամ տրոտիլ է պայթեցնում, ինչի արդյունքում Էսկոբարի թիկնապահները մահանում են, կինն ու տղան ողջ են մնում, բայց նրա աղջիկը խլանում է։ Սա բարի բուն իմաստով կատաղեցնում է Էսկոբարին եւ մարդը, որը ժամանակին բարի Ռոբին Հուդ էր կամ self-made նարկոբարոն էր, վերածվում է իսկական տերորիստի։ Ամերիկայի տարբեր տարածքներում նա իրականացնում է ավելի քան 200 պայթյուն։ Մարդիկ ահ ու սարսափի մեջ են սկսում ապրել եւ սկսում են վախենալ նույնիսկ դուրս գալ իրենց տներից։ Սա էլ ավելի է կատաղեցնում ամերիկյան իշխանություններին, որոնք ուղղակի համար մեկ նպատակն են դարձնում Էսկոբարին բռնելը։ Այս նույն ժամանակահատվածում շատ ակտիվ բռնում են Մեդելինյան կարտելի ներկայացուցիչներին մեկը մյուսի հետևից, եւ Էսկոբարը հասկանում էր մի բան, որ Մեդելինյան կարտելը թուլանալուն զուգահեռ ուժեղանում է կալի կարտելը, եւ օրերից մի օր իր վերջը կարող է գալ հենց այդ կարտելի ձեռքով։ Ու դրա համար էլ Էսկոբարը որոշում է գործարք առաջարկել Ամերիկային։ Նա առաջարկում է հանձնվել մի պայմանով, եթե հանգիստ թողնեն կարտելի մյուս ներկայացուցիչներին եւ իրեն թույլ տան ապրել, ուշադրություն, բանտում, որը կկառուցվի հատուկ իր համար եւ այնտեղ կլինի միայն ինքը։ Ու ինչ եք դուք մտածում, համաձայնվում են։ Եվ հենց Էսկոբարի միջոցներով ու գումարներով սկսում է կառուցվել բանտ, որտեղ լինելու էր միայն Էսկոբարը։ Բանտի ամբողջ կառուցման դիզայնով եւ մտահղացմամբ զբաղվում է հենց ինքը Էսկոբարը։ Եվ չեք հավատա, բայց դա լինում է ուղղակի հսկայական եւ ուղղակի շշմեցնող վիլա, որտեղ կար լողավազան, կար ֆուտբոլի դաշտ, կար կինոթատրոն եւ ասում են նույնիսկ, որ այնտեղ մնալու ընթացքում Էսկոբարը ժամանակ առ ժամանակ նույնիսկ դուրս էր գալիս տարածքից։ Ու ամենակարևորն այն էր, որ այս տարածքը վերահսկում էին ոստիկանները, իսկ դա նշանակում էր, որ Էսկոբարը իրեն ապահովագրել էր կալի կարտելի հարձակումներից։ Ու հետաքրքիր մի բան է տեղի ունենում, Էսկոբարի ֆենոմենը փայլում է նաև անազատության մեջ։ Հենց բանտում գտնվելու ժամանակահատվածում Էսկոբարը սկսում է նորից ոտքի կանգնել, որովհետև նա արդեն ապահով տեղում էր գտնվում եւ այս ժամանակը նա օգտագործում է դավաճաններին պատժելու համար։ Ու նույնիսկ ասում են, որ արդեն վերջում նա այնքան էր երես առել, որ այդ մարդկանց բերել էր տալիս իր սեփական բանտը եւ
այնտեղ էր նրանց հետ հաշվեհարդար տեսնում։ Ոստիկանները բնականաբար սա չեն հանդուրժում եւ համբերության բաժակը լցվում է ու արդեն ոչ մի գործարք օգնության չի գալիս։ Նույնիսկ ասում են, որ ինչ որ մի этаպում Էսկոբարը առաջարկում է լիարժեքորեն վճարել Կոլումբիայի արտաքին պարտքը, միայն թե իրեն տան ներման հնարավորություն, բայց անգամ Կոլումբիան հրաժարվում է միջամտել եւ համաձայնվել որևէ գործարքի։ Տրվում է հստակ որոշում՝ տեղափոխել Էսկոբարին ընդհանուր բանդ։ Եվ իհարկե, ինչ է տեղի ունենում, վերջին պահին Էսկոբարը հաջողացնում է փախուստի դիմել։ Մոտավորապես 1 տարի Էսկոբարը փախուստի մեջ է լինում։ Նա փոխում է տեղը, երբ ամեն անգամ ոստիկանությունը կարողանում է նրա պոչին հայտնվել։ Այս ընթացքում ընտանիքը Էսկոբարից առանձին էր, եւ այդ 1 տարվա ընթացքում Էսկոբարը հնարավորություն չի ունենում նույնիսկ ընտանիքին տեսնել։ Եվ ահա ամեն ինչ փոխվում է դեկտեմբերի 2-ին, Էսկոբարի ծննդյան հաջորդ օրը։ Էսկոբարը իր ընտանիքին գաղտնի փորձում էր տեղափոխել Գերմանիա։ Նրա նպատակն էր, որպեսզի կինը, աղջիկն ու տղան լինեն ապահովության մեջ, քանի ինքը փախուստի մեջ է եւ դեռևս չգիտի, թե ինչ է իր հետ լինելու։ Բայց ոստիկանությունը կարողանում է կանխել այս փախուստը եւ կնոջը, որդուն ու աղջկան ինքնաթիռից բռնելով հետ է բերում եւ տեղակայում է հյուրանոցի մի համարում։ Հետագայում ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես իսկական դետեկտիվ ֆիլմում։ Էսկոբարը հեռախոսի միջոցով կապի է դուրս գալիս ընտանիքի հետ եւ խնդրում է խոսել որդու հետ։ Որդու հետ Էսկոբարը խոսում է 5 րոպե։ 5 չարաբաստիկ իր համար րոպեները եւ երջանիկ րոպեները ոստիկանների համար, երբ նրանք կարողանում են հասկանալ Էսկոբարի հստակ գտնվելու վայրը եւ ընդհանրապես այդ հաշված րոպեների ընթացքում FBI-ի գործակալները ոստիկանների հետ միասին մուտք են գործում Էսկոբարի հյուրանոցային համարը։ Էսկոբարը փորձում է փախուստի դիմել կրկին եւ բարձրանում է շենքի կտուրը, բայց այնտեղ արդեն նրան սպասում են գործակալ, որն էլ եւ վերջ է տալիս Էսկոբարի կյանքին։ Ու այդպես էլ ավարտվում է լեգենդար նարկոբարոնի կյանքը։ Բայց հետաքրքիր մի նյուանսով։ Ընդհանրապես վերջերս մի քանի տարի առաջ Էսկոբարի տղան մեմուարներ է հրապարակում եւ հարցազրույցներ է տալիս, որտեղ նա մեծ հարցականի տակ է դնում այն, որ իր հորը այնուամենայնիվ սպանել են FBI-ի գործակալները։ Ինչու՞մ էր խնդիրը։ Խնդիրն այն էր, որ Էսկոբարը միշտ որդուն ասում էր. անկողնուտ մոտ միշտ պահիր կոշիկներդ, որպեսզի երբ որ որևէ մեկը գա քո հետևից, դու ժամանակ ունենաս փախչելու։ Հետևաբար Էսկոբարի սովորությունների մեջ մտնում էր անկողնու կողքը պահել կոշիկները եւ փախչելուց առաջ հագնել այդ կոշիկները։ Այնինչ երբ հայտնաբերվել է Էսկոբարի մարմինը, նա եղել է ոտաբոբիկ։ Ու սա չափազանց կասկածելի էր նրա որդու եւ կնոջ համար։ Ու նրանք մտածում են, որ քիչ հավանական է, որ Էսկոբարը համապատրաստ լիներ ու քիչ հավանական է, որ նա ոտաբոբիկ փորձեր փախուստի դիմել։ Ու հենց դա է պատճառը, որ նրանք համոզված են, նրանց հոր կյանքին վերջ է տվել ոչ թե գործակալ կամ ոստիկան, այլ Էսկոբարը ինքն է որոշել հեռանալ կյանքից, որովհետև նա ժամանակին ասել է. այն պահին, երբ ես կզգամ, որ ինձ բռնելու են, ես ինքս վերջը կդնեմ։ Էսկոբարից հետո իհարկե ոչ Կոլումբիայում եւ ոչ էլ Ամերիկայում նարկոբիզնեսը չի վերանում ու նրանից հետո գալիս է Կալի կորտելը, Պաբլո Էսկոբարից հետո գալիս են մյուսները։ Միակ փոփոխությունը, որ լինում է, դա այն է, որ Կոլումբիան հենց Պաբլո Էսկոբարի միջոցով ստանում է մի կերպար, մի համբավ, որից չի ազատվում մինչև այսօր։ Ու մինչև այսօր էլ նույնիսկ զբոսաշրջիկները, որոնք գնում են Կոլումբիա, չեն գնում որպես այդպիսի գեղատեսիլ վայրեր նայելու համար։ Նրանք գնում են տեսնելու համար այն վայրը, որտեղ ապրել եւ գործել է աշխարհի ամենահայտնի նարկոբարոնը Պաբլո Էսկոբարը։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում ու ուզում եմ, որպեսզի դուք ասեք ձեր կարծիքը։ Արդյոք դուք մտածում եք, որ Էսկոբարը իսկապես
ինքնակամ է վերջ դրել իր կյանքին, թե նա այնուամենայնիվ մահացել է ոստիկանների եւ գործակալների ձեռքով։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին եւ եթե ձեզ հետաքրքիր է առհասարակ մաֆիայի թեման եւ դուք կուզեք օրինակ մի ուրիշ թողարկում տեսնել մաֆիայի պատմության մասին, կնքահոր պատմության մասին, Ալ Կապոնեի մասին, գրեք կոմենտներում, որ ես տեսնեմ սա ձեզ հետաքրքիր է։ Անպայման սրտիկներ ինձ ուղարկեք, լայքեք այս վիդեոն, որպեսզի վիդեոն ունենա շատ դիտումներ եւ բաժանորդագրվեք, որպեսզի մենք հասնենք 200,000 բաժանորդի։ Մինչ նոր վիդեո։